Երեկվա աջափնյակի կրակոցները հերթական անգամ հանրության կողմից դիտարկվեց որպես երկրում արդարադատության հետ կապված խնդիրների այսպես տիրույթում։ Դուք ընդհանուր գնահատական ինչպես կտաք այս միջադեպին, այս շատերը բնորոշում են որպես գնահատական կտան վարույթ իրականացնող մարմին։ Ձեր տպավորությամբ ինչու նման դեպքերը շատացել են, որովհետև այդ վիճակագրությամբ 25 թվականն ավելի շատ է, քան 24-ին։ Ներքին գործերի նախարարը իր ասուլիսի ընթացքում, եթե չեմ սխալվում, ներկայացրել է հանցավորության վիճակագրությունը մեր երկրում։ Խնդրում եմ բացեք եւ նայեք ներկայացված թվերը եւ պատկերացում կկազմեք մեր երկրում հանցավորությունը աճում է թե նվազում։ Այսքան է։ Իսկ գնահատական երևույթին կտան իրավապահ մարմինները։ Իհարկե շատ վատ է, որ մեր երկրում իմանալիք դեպքեր դեռ գրանցվում են, բայց ամեն դեպքում հանցավորությունը այնպես մի երևույթ է, որը հատուկ է բոլոր ժամանակներին, բոլոր երկրներին եւ բոլոր մարդկանց։ Այսինքն կարծում եք ամեն դեպքում ինչ որ բան հիմք չի եղել այս ամենը, այսինքն իշխանությունը արդյոք ճիշտ է աշխատում, թիրախները ճիշտ են տրված։ Ես կարդացի, որ անձնական հարաբերությունների հետ կապված վիճաբանության արդյունք է, իհարկե ավելի մանրամասն տեղեկությունների չեմ տիրապետում, բայց անձնական հարաբերությունների միջամտելու իրական հնարավորություն պետությունը եւ կառավարությունը չունի։ Ամեն դեպքում գործի քննությունը եւ ելքը պետք է իրականացվեն բարձր արդյունավետությամբ։ Եվ վերջում Տիկին Գալյան, քննադատությունը այսպեսին է, որ ասում են իշխանությունը ընկած է ավելի շատ ընդդիմադիրների հետևից, խոսքի համար են դատապարտում, բայց իրական հանցագործությունները չեն կարողանում կանխել։ Մեր երկրում քրեական գործերը հարուցվում են հանցագործության դեպքերի հիման վրա, անկախ նրանից դրանք ումերից են կատարվում, այսինքն որևէ կորելացիա պետք չէ փնտրել։